առաջարկում եմ հիմա Սուրբ Ծնունդը ներկայացնող տաղավարից, խոհարարներից որևէ մեկը գա այստեղ եւ պատմի հենց այս ուտեստների մասին, ինչ կասես։ Ես եք նվիրում։ Չրերով։ Հարգելի հետևորդներ, եթերում Խաչիկ բլոգն է, ողջույն, խոսելու եմ արագ, այսօր ես ներկա եմ գտնվում ծիսական ավանդական ուտեստների ցուցահանդեսին, որը պատրաստում եմ լուսաբանել հատուկ ձեզ համար, սա շատ կարևոր մի իրադարձություն է։ Նախասեմ, որ ինձ նվիրեցին այսպիսի մի գեղեցիկ տարոսիկ արդեն նկարանման սկզբում, որը ես կցուցադրեմ ձեզ ամենավերջում, կպահեմ իհարկե ինձ համար, որպես հուշ այս հիանալի իրադարձությունից։ Բուն վաճառքը դեռ չի սկսվել, սակայն ասեմ, որ ամբողջ նպատակը այն է, որ իրենց ձեռքերով պատրաստված ծիսական ավանդական հայկական ուտեստները այսօր դրվելու են վաճառքի եւ ցուցադրվելու են, ներկայացվելու են հայ ժողովրդի դատին։ Կարծում եմ միտքը հիանալի է եւ արագ անցնում ենք նկարանմանը։ Գլխավոր նվերը մեր ավաբլիցներն են, ես եք նվիրում, այստեղ ունենք հալվա, ունենք փոխիցներ, գաթաներ, աղանձներ և ամբողջը պատրաստված է մեր ձեռքով։ Рапата, гата, это гртнак, это лаваш, армянский тонус. Это азгаин, Փլավը չրերով, ընդհանուր ինքը մենք ներկայացնում ենք
մեծ պասը, ծիրանի ջրով, չամիչով, շաֆրանով։ Մեր արտադրանքն է, աշտարակի ջրերն է, Շարոցը ինչ է։ մազար դրամ։ Սա ինչ է։ Որը սա լավաշիկների մեջ բանա լոբի։ Հատիկ լոբին ինքը կարակով, սամիթով եւ այլն եւ այլն այսպես։ Ձեր հեղինակային ուտեսնած է։ Չէ, օշական պատրաստած սրանք օշականի համտեսներ։ Սա Դա եղինջը։ Ինքը լիմոնով, աղով բան ուտելու համար է։ Աջան կոտորանն է այո։ Հա։ Իսկ սա ավելի ուտ է։ Այդպես ինչ-որ համեմունքներով համադրված է։ դա ինչ է հայրացի։ Որը Հայրացի։ սա լակա։ Ինչու կողա, հա։ Հա։ Մեջնել կա փոփոք եւ սող, եւ սա կանաչ լոբով, եւ սա կարմիր լոբով, եւ այս բոլոնդրակ դիսերտը քաղցրուստից մեհրով, եւ սա ռուբրով դոլմա կարող եք մոտեցնել։ Շատ է տոլմա է ամեն։ Այո, ռուբրով։ Եւ սա գաթա, եւ սա խոզի մաչա եւ փոփոր կարանմիս նրանց
այս պահին Հայաստանի Հանրապետության հրապարակում են եւ այս գեղեցիկ այգում են։ Բարև ձեզ, բարի օր սիրելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ, հարգելի հյուրեր եւ իհարկե փառատոնի սիրելի մասնակիցներ, որ այսքան ակտիվ պատրաստվել եք։ Այսօր 2022 թվականի հունիսի 11-ին իրականացվում է Ուտեստ Ֆեստ Երևան քաղաքային փառատոնը Երևանի քաղաքապետարանի եւ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Երևանում ամառը ինչպես անհնար է իհարկե չնկատել, ինչպես նկատում եք, եւ Ուտեստ Ֆեստ Երևան խորագրով անցկացվող տոնածիսական փառատոնը համարենք բացված։ Բարբերաբար այս բեմից տարբեր տեղեկություններով ձեզ հետ կիսվելու ենք։ Welcome to Yerevan. Greetings. Welcome to our warm and lovely city. Glad to see you here at the traditional cookery city festival called Utest Fest, organized by Yerevan municipality jointly with Armenian Cookery Traditions Development and Protection NGO. Добро пожаловать, наши дорогие друзья, в Ереван и особенно в Утэст Фест. Сегодня вечером будет очень вкусно и очень интересно, так что присоединяйтесь. Մենք ունենալու ենք 4 հիմնական անվանակարգ, որոնց պարգևատրումը տեղի ունենալու միջոցառման ավարտին եւ ունենալու ենք 1 հիմնականից դուրս, բայց ոչ պակաս կարևոր անվանակարգ։ Վայելեք օրը, հուսանք, որ մեր լավ տրամադրությամբ անձրևը կհետաձգենք եւ ավելի երկար ժամանակ կանցկացնենք լավ տրամադրությամբ։ Բարի գալուստ Ուտեստ Ֆեստ, բարի գալուստ լավ տրամադրությամբ երևանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։ Thank you very much. Thank you.
Ալի բերան ացեկա Հիմա շարունակում ենք շրջել, շարունակում ենք լսել, որովհետև հետաքրքիր տեղեկություններով կկիսվենք, որովհետև ժյուրին մինչև այս պահը հաշվարկում է տվյալները, որպեսզի մեզ փոխանցեն հաղթողի անունը, դա այնքան բարդ եւ լարված պահ է։ Եվ բավականին ժամանակատար։ Եվ այսպիսով անդրադառնանք Սուրբ Ծնունդ տոնին, որովհետև իսկապես սա մեծ տոնակատարություն է եւ նշում է ամբողջ քրիստոնյա աշխարհը։ Սուրբ Ծնունդ ջերօրհնեք։ Այո, Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան տոնն է եւ նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Սուրբ Ծնունդը ջերօրհնեքի հետ միասին նշում են միայն հայերը։ Ջերօրհնեքը նշում են ի նշան Հիսուսի Հորդանան գետում մկրտությամբ։ Այդ օրվա ուտեստներն են բաղարջը, հարիսան, չրերով փլավը, կոլորակով մածնապուրը, ձուկը եւ ամենակարևորը մարիամա ճաշը։ Այո, եւ կարծում եմ հարց առաջացավ, այսքան բան որ թվարկեցինք, ինձ կասկածելի է թվում, որ քչերն են փորձել կոլոլակով մածնապուր փորձել եք, մարդ կա որ փորձել է։ Տեսեք ինչ մեծ սխալ ունենք։ Ես առաջարկում եմ հիմա Սուրբ Ծնունդը ներկայացնող տաղավարից, խոհարարներից որևէ մեկը գա այստեղ եւ պատմի հենց այս ուտեստների մասին, ինչ կասես։ Շատ լավ առաջարկ է, ով էր ներկայացնում Սուրբ Ծնունդը, այդ տաղավարում մեզ լսում են, եթե խնդրենք որևէ մեկը ձեզանից կարող է մեզ մոտենալ, եկեք ծափարենք, որ Սուրբ Ծնունդը ներկայացնող տաղավարի մեր աշխատակիցները ջերմորեն մոտենան մեր խնդրանքին եւ արագ արձագանքեն, գան այստեղ։ Երևանի համար 1 տարածաշրջանային պետական քոլեջն է ներկայացնում Սուրբ Ծնունդը, խնդրում ենք խոհարարներից կամ աշխատակիցներից որևէ մեկ մոտենում են, եկեք ծափահարություններով դիմավորենք։ Ծափահարում ենք տղաներին։
Հաջորդը տրնդեզի մասին ենք խոսելու, այնպես որ թող պատրաստվեն նաև այդ տաղավարը ներկայացնող հյուրերը։ Իմիջիայլոց սա տարբերակ կլինի, որ բեմից նաև ծանոթանանք մարդկանց հետ, ովքեր այսօրվա միջոցառման մասնակից են։ Բարև Երևանի ձեզ։ համար 1 տարածաշրջանային պետական քոլեջից բեմ է բարձրացել Արմանը Բարսեղյան։ Արման ջան, ողջույն։ Արման ջան, կխնդրենք պատմեք այն բոլոր ուտեստների մասին կամ գուցե ամենագլխավորի մասին, որ Սուրբ Ծննդյան ժամանակ հայտնվում է մեր սեղանին։ Օրինակ Մարիամա, ինչ էր, Մարիամա ճաշ, հա, մի րոպե։ Այո, Մայրամաճաշ։ Դա ինչ է։ Դա իրենից ներկայացնում է սպաս։ Ահա, սպաս։ Կոլորակով պատրաստված սպաս։ Բայց կոլոլակը մեջը, ահա։ Այո, անպայման։ Դե էլի պատմի։ Հայկական ավանդական հին ուտեստ է, որը իր մեջ բառնակում է սպաս եւ կոլորակ։ Խնդիր։ Իսկական անունը Մայրամաճաշ։ Շնորհակալություն։ Այս պահին ձեր տաղավարում դա ներկայացված է։ Ներողություն, Արմանը շփոթեց, Մայրամաճաշը իրենից ներկայացնում է ձավար, կարող ենք նաև պատրաստել մսով, սպիտակ ձավարի, սպիտակ բանջար է կոչվում, ձավար եւ միս։ Ահա։ Կարող ենք ավելացնել միս։ Իսկ ինչու մեր համեմունքներ։ Ինչու մեր խոհանոցում առօրյայում այդ ուտեստը հիմա այդքան տարածված չէ։ Ինչ կարող ենք անել։ Դա երևի թե մեր թերությունն է, ճիշտ չենք ներկայացնում աշխարհին, կամ ճիշտ չենք ներկայանում աշխարհին։ Երևի մեր թերությունն է, հուսամ որ մտաղ սերունդը կկարողանա ներկայացնել Մեր հույսը նրանց վրա է։ Այո, այնպես որ լավ պատրաստեք, համեղ պատրաստեք, որ մենք կարողանանք լավ ճանաչել մեր ազգային խոհանոցի կերակրատեսակները։ Շնորհակալ ենք։ Եվ ես կարծում եմ, որ այն ուտեստները, որոնց մասին խոսեցինք հենց հիմա բեմից, կարող են նաև փորձել տաղավարում։ Իսկ հիմա անցնենք առաջ, բարեկամներ, շարունակելով Ուտեստ-ֆեստ Երևան փառատոնը ներկայացնելով հին հայկական ավանդական տոներն ու ծեսերը, այս պահին ուզում ենք խոսել ամենաերկարակյաց ու գեղեցիկ տոներից մեկի մասին, որը ժողովրդի շրջանում մինչ այսօր չի կորցրել հոգևոր գեղեցիկ ազդեցությունը։ Խոսքը վերաբերում է տրնդեզին։ Եվ ես կխնդրեմ տրնդեզի եւ նրա ուտեստների մասին խոսելու համար բեմ կանչենք Երևանի համար 8 արհեստագործական պետական ուսումնարանի ներկայացուցիչներին, մինչ նրանք կմոտենան, մենք շարունակենք պատմել եւ խոսել։ Տրնդեզը տոնակատարության կարևոր խորհրդանիշը այս տոնեի կրակն է։ Այսօրը հիմնականում գյուղի քյոխվի տան առաջ կրակ էին վառում եւ բոլոր նորապսակների համար այսօրը կրակով բարության համար, հա, այսպես վրայով թրջում էին։ Բարեր կան, որոնց դեմ մի տեսակ ես պայքարում եմ, դրանց հնչողությունը իմ դուրը չեն գալիս եւ հանդացս փորձում եմ փոխել։ Սա եւս այլ մի ընկալում ուներ, այսպես կրակը վառելուց հետո ամեն տուն բերում էր կրակի մոտ մի հավ եւ խանձում էին խեղճ հավի պոչը։ Ի նշան, որ հաջողություն լինի հավանաբար, նույնիսկ կրակի վրայով թրջողներին ասում էին մեծերը, որ հագուստի քիթը մի քիչ այրվելը լավ նշան է։ Ես հիշում եմ նույնիսկ մարդիկ հատուկ տրնդեզի ժամանակ հարսի հագուստի մի հատվածը այրում էին, որովհետև այո բարաքյաթ էր բերում դա։ Իմիջիայլոց տրնդեզի սեղանի բոլոր կերակուրները պետք է խանձված լինեին տրնդեզի կրակով։ Այդ օրերին պատրաստում էին Շատ բան էին պատրաստում, խաշիլ, հալվա, աղանց, հարիսա։ Եկեք ծափարենք մեր մասնակիցներին, ովքեր տրնդեզի ուտեստերն են ներկայացնում։ Հիմա դուք խանձած եք բերել ամեն ինչը ստավանդույթի, թե այդքան էլ խանձված չի։ Նորմալ եփած բերել ենք, բայց պետքա խանձենք էլ։ Նաև շատ հացահատիկ է օգտագործվում տրնդեզի ուտեստների մեջ, պատմեք սրա մասին նույնպես։ Հացահատիկը օգտագործվում է հին տարուց մնացած, որպեսզի մոռացվի հին տարին։ Եվ հենց դրանով էլ պատրաստում են ուտեստները։ Ուրիշ ինչ ուտեստներ են դրվել տրնդեզի սեղանին, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Հալվա, փոխին, զգաթա, նաև փուրդիկ, փուրդուկ եւ այլ ուտեստներ։ Այս հիմա հալվայից չի հրաժարվի։ Փախլավաների տարբեր տեսակներ, որոնք մինչև այսօր պահպանվել են եւ դնում են սեղանին։ Հենց այսօր այս պահին ձեր տաղավարում բոլոր այս ուտեստներից որոնք կարող ենք փորձել։ Բոլորը կարող եք փորձել։ Նախ եւ առաջ ողջունում եմ ձեզ, ո՞ս նվերներ ուզում եմ տալ ձեզ։ Նորից շնորհակալություն։
նվերների համար, շնորհակալություն ձեր Մենք մեր կողմից արել ենք իմպրովիզ, հորթի հաստ կողը կրակի տեսքով, մատուցել ենք հատուկ թանձրուկով, կարող եք մոտենալ, փորձել։ Մենք գնում ենք հորթի հաստ կողը փորձենք թանձրուկով, իսկ դուք կարող եք հետևել մեզ եւ դուք էլ փորձեք, կարծում եմ կբավականացնի։ Միանշանակ, շնորհակալություն, ծափարություններ մեր մասնակիցներին։ Դիարն ընթառաջ տոնը ներկայացված է նրանց տաղավարում։ Առհասարակ, եթե մենք շարունակենք պատմել այս տոների մասին, բարեկամներ, կհասկանանք, որ նաև բոլոր մեր ավանդական տոները, որոնք նախաքրիստոնեական ժամանակաշրջանից դեռ գալիս են, որոշակի առումով նաև քրիստոնեական մեր տոների հետ են համադրված եւ չկա այստեղ որևէ հակադրություն եւ իմ հալվան էլ տեղ հասավ։ Աստված իմ ինչքան բարի ու լավ օր է այսօր, շատ շնորհակալ եմ։ Հալվան էլ կփորձենք, են էլ ձերքի աշխատանք, են էլ ենքան գեղեցիկ մարդ չի ուզում բացել։ Այո, շարունակում է մեր ժյուրին աշխատել եւ գնահատել բոլոր այն տաղավարների աշխատանքը, որոնք ներկայացրել են։ Հիշեցնենք, որ ընտրվելու է տարվա գլխավոր ուտեստը, որը կոչվելու է Երևան 2022։ Դուք արդեն նկատեցիք, որ մեր կամավորները նույնպես ձեզ մոտենում էին եւ ձեր կարծիքն էին լսում մեր 4 անվանակարգերի վերաբերյալ, այնպես որ եթե ձեզանից մեկը դեռ չի հայտնել իր կարծիքը, ապա անպայման գտեք նրանց, մոտեցեք, հայտնեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն։ Քեզ էլ սուջուխ եկա։ Ես շատ եմ սիրում ուտեստ ֆեստը, որովհետև ամեն անգամ ուտեստ ֆեստը վարելուց հետո իրականում ես տուն եմ վերադառնում մեծ պարկով։ Շնորհակալություն։ Սպասենք անձրևը կավարտվի ու նորից կվերադառնանք բեմ։ Այսպիսով արգել հետևորդներ, դուք տեսնում եք ինչ է կատարվում, անձրևը փչացրեց ամեն ինչ եւ ես ստիպված եմ ավարտել մեր վլոգը հենց այս վատ եղանակով, ինչևէ։ Ասեմ արգել հետևորդներ, որ պրոֆեսիոնալ ժյուրին Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ կարծում եմ բոլոր գիտեք ու հասցրյա խոսքը արդեն ընտրել էր հաղթողին, սակայն անձրևը ամեն բան փչացրեց, իսկ կազմակերպիչները չէին նախատեսել նման իրադարձությունների զարգացում, ուստի ստիպված այն հետաձգվեց, ավաղ ես չեմ կարող մնալ եւ ձեզ հետ միասին տեսնել, հասկանալ թե ով է լինելու հաղթողը։ Դրա մասին դուք կարող եք տեղյակ լինել առաջիկա լրատվական ռեպորտաժներից։ Ես էլ բացեմ փակագծեր եւ ասեմ, որ մի փոքր հիվանդ եմ, սակայն այդ փաստը ինձ ամենևին էլ չխանգարեց լինելու այստեղ եւ նկարանելու այս հիանալի իրադարձությունը, որը
Շատ շուտով դուք կտեսնեք իմ YouTube-յան ալիքում, այնպես որ սպասեք ձեզ բարի դիտում, ինձ առողջություն, գնամ արագ հասնեմ տուն, թեյ խմեմ, որպեսզի չմոռանա հիվանդությունը, մինչ նոր հանդիպում։